Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ 4.5 տարի առաջ, երբ հիմնադրեցի հոսանքը, հիմնադրեցի մեր շարժումը, ու այն ժամանակ ես նպատակ էի դրել երկարատև պայքար մղել, որովհետև ես գիտեի, որ կարճատես մոտեցումներով ոչ մի դրական արդյունքի երբեք չեն կարող հասնել։ Եվ այս տարիների ընթացքում շատ են եղել քննադատություններ, բնականաբար, շատ են եղել հարձակումներ, վիրավորանքներ եւ այլն, բայց հաճախ մի քննադատություն եմ լսում, որը վստահ եմ շատերը լսած կլինեն, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, ովքեր իրոք ազնիվ միտումներով են զբաղվում։ Հիմա չգիտեմ, գուցե մարդիկ կան, շատ ուրիշները, որ զբաղվում են, որ ոչ մեկի ինչ որ շունը չեն, ոչ մի հովանավոր չունեն, գուցե նման մարդիկ կան, ուղղակի ես տեղյակ չեմ, բայց վստահ եմ նման մարդիկ կհանդիպեն նման քննադատությունների ու հաճախ կլսեն, թե մենք ինչու ենք միայն խոսում, ինչու գործ չենք անում, մենք պետք է գործ անենք։ Ինձ անձամբ շատ են այդ հարցը տվել, թե մեկնաբանություններում, թե անձամբ։ Եվ զավեշտալի է, որովհետև այդ մարդկանց ես միշտ հարցրել եմ, թե ինչ նկատի ունեն այդ գործ անել ասելով։ Ես նրանց հստակ ասել եմ, մի քանի նախադասությամբ ասեք ինձ, թե այդ գործ անելը ինչ է նշանակում, դրա մեջ ինչ է պարունակվում։ Ու իհարկե ոչ մի բան չեն կարողանում ասել, ինչ որ մի փորձում են իրենց խելացի մարդու տեղ դնել ու ինչ որ մի անկապ մի բան կասեն, բայց այդ ամեն ինչի մեջ փուչ է, ոչ մի բան չկա։ Եվ երբ շարժումը նոր է հիմնադրել, եղան երիտասարդներ, շատ ոչ միայն երիտասարդներ, գալիս են գրասենյակի այն ժամանակ առաջին գրասենյակը մեր Տիգրամեծի վրա էր, Տիգրամեծ Քրիստափոր խաչմերուկում, այդտեղ հետաքրքիր է, որ Նժդեի արձանն է, որ շատերը չգիտեն։ Այդտեղը վարձեցի չիմանալով, որ կողքը Նժդեի արձան կա, որովհետև ծառերի հետևում թաքնված էր, ճյուղերի հետևում թաքնված էր, ես չէի իմանում, որ Նժդեի արձանը տեղ կա։ Ու վստահ եմ Հայաստանի բնակչության 99%-ը ամենաքիչը չի իմանա, որ այդտեղ Նժդեի արձան գոյություն ունի։ Մի խոսքով, մի քիչ շեղվեցի այդ հարցում, բայց այդտեղ որ ժողովներ էի կազմակերպում, ավելի ճիշտ հանդիպումներ, դեռ ժողովներ չէի անում, սա 22 թիվն էր արդեն, 21 թվականի դեկտեմբերին եմ հիմնադրել շարժումը, եւ գալիս էին մարդիկ ասում էին, մեզ խոսում էին, ես ասում եի, որ էսա մենք պետք է ազգային շարժում ստեղծենք, համակարգից ամբողջությամբ դուրս, որովհետև ես արդեն 21 թվականին հասկացել էի, այդ խեղկատակ դավաճանական ընտրություններից հետո ես արդեն պարզ հասկացել էի, որ ամբողջ համակարգն է փտած։ Եվ 21 թվականի նոյեմբերին արդեն իմ 5-ամյակն էր Հայաստանում։ Ես 5 տարի տևեց, որ հասկանամ, թե ինչ է կատարվում իմ երկրում։ Հա, սկզբում որ նոր է եկել, գիտեի մեծամասամբ մոտավորապես ինչ է կատարվում, բայց պատերազմից հետո, հատկապես այդ ընտրություններից հետո արդեն ասել, լավ, արդեն ամեն ինչ պարզ է։ Ես էլ չեմ աջակցելու ոչ մի չարյաց փոքրագույնի, այնժամ չեմ էլ աջակցել, կողքից ուղղակի դեմ էի ամենամեծ չարիքին, բայց հատուկ ինչ որ չի աջակցում չարյաց փոքրագույններին։ Բայց ամեն դեպքում ես հասկացա, որ խնդիրը համակարգն է, այդ փտած նեոբոլշևիկյան դավաճանական համակարգը։ Եվ ես հասկացա, որ եթե մենք ուզում ենք ազգային հեղափոխություն անել, եւ այս ժամանակ ես հասկացա, որ ազգային հեղափոխությունն է մեր միակ լուծումը, եւ հասկացա, որ այդ ազգային հեղափոխությունը անելու համար մենք պետք է զրոյից ճիշտ գաղափարախոսության վրա հիմնադրենք ազգայնական քաղաքական շարժում։ Ինձ համար դա մաթեմատիկայի պես պարզ էր, լոգիկա էր, տրամաբանական էր։ Այլապես ոնց պետք է անենք։ Ինձ համար դա շատ պարզ եղավ, դրա համար ես տեսա ու շատ էի շփվում, ես որ նոր է եկել Հայաստան, շփվում էի տարբեր մարդկանց հետ, ասենք, հանդիպում էի տարբեր շարժումների, ճիշտ է չի ասել շարժումների, բայց հասկացա, կազմակերպությունների, կուսակցությունների, խմբավորումների, ինչ ուզում եք ասեք, շատ եմ հանդիպել։ Ես չէի ուզում զրոյից ինչ-որ մի բան ստեղծել։ Ես փնտրտուքի մեջ էի, նույնիսկ Ամերիկայում ապրելով, ես խոսում էի մարդկանց հետ Facebook-ով, ուզում էի տեսնել ինչ կա, Հայաստանում կա մի առողջ, անկախ, ազգայնական շարժում, թեկուզ մի 5 հոգի, չեմ ասում ինչ-որ մի մեծ մի բան, դա չտեսա, տեսա միայն պատեապաշտներ, ինչ-որ ուրիշների շներ, ինչ-որ մի օլիգարխի կամակատարներ եւ այլն, ես չտեսա ինչ-որ մաքուր ազնիվ ուժ, եւ ես բայց հասկացա, որ
պետք է նման բան։ Հայաստանին այս վիճակում հատկապես պատերազմից հետո ջրի պես անհրաժեշտ է նման մի կազմակերպություն, նման մի շարժում։ Եվ ես հասկացա, որ հավերժ չեմ կարող փնտրտուքի մեջ լինեմ, ես հասկացա, որ ես պետք է այդ անձնական պատասխանատվությունը ստանձնեմ եւ ինքս հիմնադրեմ այդ շարժումը։ Եվ հիմնադրեցի։ Ու հասկացա, ես պատրաստ էի երկարատև պայքար մղելու, որովհետեւ ես ինքս ինձ ազգայնական եմ համարել 13-14 թվականից։ Ես Նժդեի գաղափարների կրողն եմ եղել այդ տարիքից 15-16 տարեկանից։ Եվ ինչ է լինի, ես չեմ կարող այս պայքարից հրաժարվեմ, ես ինձ համար ժամանակախնդիրը չի, որովհետև ես գիտեմ, սա անելու եմ, այս գաղափարները քարոզելու եմ ու այս ուղղությամբ շարժվելու եմ մինչև իմ մահը, որովհետև դա իմ մեջ է, որովհետև ես այդպիսին եմ։ Մի խոսքով, բայց այդ ժամանակ, որ ինձ ասում էին, մենք դրա ժամանակը չունենք։ Այն ժամանակ, որ ես ասում եմ, ինչ պետք է անենք, պետք է այդ շարժումը համակարգից դուրս անկախ ազգայնական շարժում զարգացնենք։ Մարդիկ մեզ ճանաչեն, իմանան, թե հայ ազգայնականները այս ամեն ինչին դեմ են, այս ամենը ինչ որ կատարվում է մեր երկրի դեմ, այս ամբողջ խելագարությունը, այս ամբողջ դավաճանությունը պետք է իմանան, որ կա մի ուժ, որը դիմադրում է այդ ամենին։ Ու հասկացա, որ այդ ամենը նորից ասեմ, պետք է երկարատև բնույթ կրի, բայց այդ մարդիկ ասում են դրա ժամանակը չկա։ Ասում են մենք պետք է այս անենք, այն անենք, մեծ խոսում են։ Բայց հետաքրքիրն է, որ արդեն 4.5 տարի անցել է, լավ, սկսի 4 տարի անցել է։ Պատերազմից էլ 6 տարի անցել է, համարյա 5.5 տարի։ Ու այդ մեծ խոսացողները ոչ մի բան չեն արել։ Մատը մատին չեն տվել։ Ասում են ժամանակ չկա, բայց 4 տարի անցել է, ինչ է կարել։ Հիմա ես օրինակ շարժումը հիմնադրել եմ 10 անդամ կա երիտասարդ, բոլորս անկախ, ոչ մեկին չի ճանաչում, ոչ իրար հետ ենք ծառայել, ոչ նույն դպրոցն են գնացել, բայց հանուն գաղափարների, հանուն մեր նույն առաքելության կարողացել եմ 10 երիտասարդ անկախ էս դավաճանական համակարգից համախմբել։ Ձեռք բերել տասնյակ աջակիցներ, հարյուրավոր համակիրներ, հազարավոր պասիվ հետևորդներ եւ այլն արել եմ դա։ Հերոսություն չէ բնականաբար, բայց մի բան արել եմ։ Ես ձեռքից վրա չեմ նստել։ Մի բան մատը մատին տվել եմ ամեն դեպքում։ Ի վերջո ես ԱՄՆ-ից տեղափոխվել եմ Հայաստան, բանակում ծառայել եմ։ Պատերազմին մասնակցել եմ։ Նորից ասեմ, դա բնականաբար հերոսություն չէ, դա պարտականություն է։ Ուղղակի մի բան արել եմ։ Որ ասածս նա, որ այդ մարդիկ, ովքեր այդպես խոսում են, որ գործ արեք, իրանք ինչ են պատկերացնում, իրանք էլ չգիտեն։ Ուզում են sense մի բան անեն, մի գիշերվա մեջ sense հարցը լուծի ու գնան իրենց լավ կյանքով, այդպես չի արվում, կյանքը այդպես չի աշխատում։ Ու հետաքրքիր է, որ մեր հայերը բիզնես ոլորտում հասկանում են, չէ, որ լավ բիզնես հիմնադրելու համար տարիներ է պետք։ Զրոյի ստեղծել, աճեցնել, ամեն հարցում այդ գիտեն, բրոնզկամարտիկ դառնալու համար ժամանակը պետք, ամեն ոլորտում հասկանում են, որ լավ բանը հեշտ չի տրվում, բայց հենց գալիս է քաղաքական հարցում, կարծում են միանգամից ինչ որ պետք է մի բան անենք ու առաջ գնանք։ Դա ցույց է տալիս, որ մենք շատ երկար ժամանակ քաղաքական ազգ չենք։ Մենք մոռացել ենք, թե ինչ է նշանակում քաղաքական ու կամ առհասարակ ռազմաքաղաքական ազգ լինելը։ Մեզ միայն սովորեցրել են լինենք մշակութային ազգ, բայց մենք ավելին ենք։ Մենք հնագույն աշխարհում ռազմաքաղաքական ուժ ենք եղել, որը կարողացել է իր կամքը թելադրի իր թշնամիներին, կարողացել է գրավի, նվաճի, կարողացել է ազատագրի եւ այլն, որովհետեւ մենք ռազմիկների, ստեղծագործողների ազգ ենք ի վերջո։ Ես դրա համար եմ սիրում օրինակ ծանամարտը, որովհետեւ ծանամարտը այդ դասիրակությունը մարդու մեջ մտնում է, որ հեշտ բանը, լավ բանը հեշտ չի տրվում, այսինքն պետք է մարզանք անելով պետք է ամեն օր չէ, շաբաթը 3 անգամ հետևողական մարզվելով, ծանրություն բարձրացնելով քիչ-քիչ այդ մկանները ավելանում այդ միլիմետր, որ հետո 2-3 տարի հետո նոր տեսնում ես մեծ արդյունքներ, այդ է ճանապարհը, կյանքը այդպեսին է։ Ու ես զարմանում եմ այն մարդկանց, ովքեր ասում են գործ արեք, չեն, որովհետև թունելի տեսողություն ունեն։ Կարծում են, որ էտա, ասենք
Եթե մի բան անում ես ու այդ բանը արդյունք չես տեսնում, ուրեմն իմաստ չկա, իրանք չեն կարողանում լայն պատկերը տեսնեն։ Դա է ամբողջ խնդիրը։ Իրանք ամբողջ puzzle-ը չեն կարողանում հետ կանգնել ու ամբողջ puzzle-ը տեսնեն։ Իրանք puzzle-ի մի կտոր են նայում ու չեն հասկանում ինչա կատարվում։ Բայց մենք ուզում ենք մի ամբողջ puzzle ստեղծենք, մենք ուզում ենք մի ամբողջ շարժում ստեղծենք, ամբողջ այդ ցանցը ստեղծենք ազգայնականների։ Լավ, եթե իմ ոճը չեք սիրում կամ ինչ որ ինձ չեք վստահում, որովհետև ես հայրենադարձ եմ, որովհետև ես ոչ մի հովանավոր չունեմ, չգիտեի այդ պատճառը, որ ինձ չեք վստահում, ես համակարգից լրիվ դուրս մարդ եմ, խնդիր չկա։ Ես չեմ նեղանա, դուք ինքներդ առանձին մի հատ շարժում ստեղծեք, դուք ինքներդ էլ 10 անդամ ներգրավեք, լիքը աջակիցներ, համակիրներ ձեռք բերեք, пассив հետևորդներ, բայց մի պայմանով, որ դուք էլ անկախ լինեք, դուք էլ ամբողջ համակարգին դեմ լինեք, չգնաք, չգիտեմ, Նիկոլին ընտրեք կամ Քոչանին կամ որևէ այլ նեո-բոլշևիկ տեխնացուին կամ որևէ մեկ այս համակարգից, լրիվ անկախ լինեք, ազգայնականություն քարոզեք ու ասեք, որ միակ լուծումը ազգային հեղափոխությունն է։ Ու նորից ասեմ, օրինական միջոցներով։ Խոսքը ինչ որ ապօրինի գործողության մասին չէ։ Խոսքը բնական օրինական ճանապարհով։ Ու տեսնում ու ասում են, միայն խոսում ես։ Կարծում են միայն խոսել ասելով ինչ որ ուղղակի լայվ ենք մտնում ու մեկին հայոյում ենք։ Ոչ, հա, դա միայն խոսել է, անկապ ինչ որ մեկը մտնի անընդհատ ինչ որ մի գողական ժարգոնով մեկին հայոյի, այո, դա միայն խոսել է, դա դատարկություն է։ Բայց դա ուրիշ է ու կազմակերպած քարոզություն տանելը տարիներ շարունակ հետևողականորեն դա ուրիշ բան է, դա այլ բան է։ Դա էլ հեշտ չէ։ Տեսնեմ ով կարող է դա անել։ Այդքան որ ասում եք հեշտ է, միայն խոսում եք, դա էլ է բան։ Դուք եք խոսացեք, տեսնեմ կարող եք խոսալ։ Տեսնեմ կարող եք նույն գաղափարը ամեն անգամ քարոզել տարբեր տեսանկյունից։ Զիջումների չգնաք, չդավաճանեք ձեր սկզբունքներին։ Անցնեք այդ հիասթափությունների, այդ վիրավորանքների միջով։ Տեսնեմ կարող եք անել։ Տեսնեմ կարող եք անել ու չկոտրվել։ Դա էլ հեշտ չէ։ Ու այդ նորից եմ ասում, եթե չեք սիրում իմ ոճը, չեք սիրում ինչ որ մի գաղափարներ կա, որ կարծում եք շատ ծայրահեղական եմ եւ այլն, խնդիր չկա, չեմ նեղանա։ Դուք ինքներդ առանձին ձերը ստեղծեք, ձեր խումբը ստեղծեք ու քարոզեք այն ինչ որ ուզում եք քարոզել, բայց այդ պայմաններով, այդ նախապայմանները պետք է լինեն։ Ու եթե 10 հոգի աներեն ինչ որ հիմա ես եմ անում, մենք ունենայինք 100 անդամների ցանց, ունենայինք տարբեր ազգայնական խմբավորումներ ու մենք ունենայինք մի հատ ցանց ազգայնականների ու 100 հոգիներ քիչ բան չէ։ Երիտասարդ տղամարդկանցով բաղկացած։ Ասածս այնա, որ այդ մարդիկ միայն սիրում են մեծ խոսել, ասեն ժամանակ չկա, որովհետև իմ կարծիքով արդարացնում են իրենց ծուլությունը, տկարությունը, վախկոտությունը եւ այլն։ Դա լավ ձև է, որ ասեն հրաժարվեն պայքարից։ Դե ժամանակ չկա, եթե ինչ որ մի բան մեծ բան չեն կարողանում հիմա անենք, ավելի լավ է դե ոչ մի բան չանենք։ Էդ է իրանց մոտեցումը։ Դա իրականում նորից ասեմ վախկոտություն է, դա ազնիվ մոտեցում չէ։ Եթե ամեն մեկը մի փոքր գործ անի, եթե ամեն մեկը ճիշտ ուղղությամբ ամեն օր մի կես ժամ եմ ասում, մի ժամ կես ժամ ճիշտ ուղղությամբ դրական մի գործ անի, դա շատ բան կարող է փոխել։ Ու այդքան որ ասում են գործ արեք, բա մի օրինակ ասեմ, 16 թվականին արդեն համարյա 10 տարի անցել է, եղան մարդիկ, եղան մի խումբ մարդիկ, ովքեր ձեր ասած այդ գործը արեցին։ ՊՊՑ գունդը գրավեցին։ Բա այն մարդիկ արեցին այդ ձեր ասած գործը, իմ կարծիքով իրանք որ ասում են գործ արեք, ինձ թվում է նման ինչ որ մի բան նկատի ունեն։ Բա այդ ժամանակ մարդիկ արեցին, ու այդ ժամանակ ես նույնիսկ դեմ արտահայտվեցի նման բանին, որովհետև ես չեմ վստահում ոչ ԱԺԲ-ին, ոչ Սասնատրարին, ոչ նրանց անդամներին, ոչ մեկին։ Բայց ամեն դեպքում մարդիկ կային, օրինակ Պավել Մանուկյանը եւ այլն, ովքեր իմ կարծիքով ազնիվ միտումներով արեցին ու հիմա նստած են։ Այն ժամանակ լիքը աջակցողներ կային, ովքեր օգտագործում են իրենց նկարները պրոֆիլներում, Facebook-ում։ Ես դեռ Ամերիկայում եմ, բայց ես տեսնում եմ մարդիկ ամբողջ Facebook-ը
Պավել Մանուկյանի աջակցող էր դարձել, կամ Վարուժան Ավետիսյանի եւ այլն։ Նրանք անցան այդ գործի, արեցին, դու բոլորը չէ, շատ մարդ աջակցեց, բայց այդ մարդկանցից ովքեր նրանց աջակցում էր այն ժամանակ, նրանցից հիմա ով է իրանց մասին այսօր խոսում։ Այդքան մարդ, որ իր պրոֆիլի նկարը օգտագործել էր, ով է նրանց ընտանիքին պահում կամ փորձում օգնել, աջակցել, ինչևէ, մի բան անել։ Գործ արեցին, աջակցեք։ Այսինքն, ասում եք գործ արա, այսինքն գնանք ինչ որ տես մի ապօրինի մի բան անենք, դուք էլ նստեք, մի հատ լայք անեք ու վերջ։ Չէ, այդպես չի լինում։ Պես որ նա գիտակցեք ինչ եք ասում եւ ինչու եք մեղադրում մարդուն նախ եւ առաջ։ Պետք է հասկանաք առհասարակ պատմությունը ուսումնասիրելով պետք է հասկանաք, որ ամեն պա չէ, որ ինչ որ կարող ենք sense մեծ գործողություններ անել։ Կյանքը հոլիվուդյան ֆիլմ չէ, որ ամեն պա պետք է sense կռիվների մեջ լինենք։ Մեր ազատամարտիկները ինչքան էլ նվիրված էին, ինչքան էլ պատրաստ էին, ինչքան էլ գաղափարական էին, խոսքը Լեոնիդ Ազգադյանի, Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Պեկորի եւ այլն, այդ մարդկանց մասին է, նույնիսկ ինչքան է նրանք ազնիվ էին, ինչքան է պատրաստակամ էին, նրանք չէին կարող օրինակ 80-ականների սկզբին ազատագրել Արցախը։ Բնականաբար նրանք այդ ցանկությունը այդ ժամանակ էլ ունեին, չէ՞, տեսնել Արցախը Հայաստանին միացած, բայց ինչու այսպես ասած գործ չէին անում այն ժամանակ, որովհետև պահը չէր հասունացել։ Բայց ամեն դեպքում ես վստահ եմ, որ իրանք մտածում են դրա մասին, ու շատերը։ Ու Արարիչը այդ հնարավորության պատուանը նրանց համար բացեց 90-ականների սկզբին, երբ Սովետը փլուզվեց ու կարողացան այդ ժամանակ անցնել գործի։ Ուղղակի վատը այնա, որ 80-ականներին, 70-ականներին առհասարակ սովետի օրոք նրանք չէին կարող կազմակերպել, չէին կարող ինչ-որ փոքր խմբեր ստեղծել, ոնց որ մենք հիմա ենք փորձում անել։ Գոնե այս պայն մենք կարողանում ենք ստվերում գործել։ Իհարկե մեդիան մեզ անտեսում է, մեզ բանի տեղ չի դնում, լուրջ չի ընդունում եւ այլն, դա պարզ է, որովհետեւ մենք այս ամբողջ դավաճանական համակարգի դեմ ենք, ու այս մեր ամբողջ մեդիան ծախված է։ Ամբողջ մեդիան ծախված է, որովհետև պատկանում է այս տարբեր մեդիա օլիգարխ բարոնների, որոնք իրենց հրահանգները ստանում են Կրեմլից, մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ճնշող մեծամասնությունը։ Բայց ամեն դեպքում մենք հիմա կարողանում ենք մենք այդ կազմակերպել, պատրաստել գաղափարները քարոզել։ Ցավոք սրտի մեր ազատամարտիկները չէին կարողանում։ Եթե կարողանային դա անել 90-ականների սկզբին, ոչ միայն Արցախը կազատագրենք, այլև այդ ժամանակ ազգային պետություն կկերտենք, որովհետև կլիներ մի կազմակերպված կորիզ։ Չկար դա։ Մեր ազատամարտիկները ռազմի դաշտում կռվում էին, այստեղի քաղաքում սրիկաները իրենց քաղաքականություն էին առաջ տանում։ Մեր ազատամարտիկների մեջքին հարվածում էին։ 91 թվականին փոխանակ առաջին հանրապետության իրավահաջորդը հրճակեցինք, արեստացին երրորդ հանրապետություն ու շարունակեցինք մնալ կիսանկախ վիճակում, շարունակեցինք մնալ որպես ռուսական կիսագաղութ։ Դա մի այլ թեմա է։ Բայց ասածս այնա, որ պատմությունը տվեց նրանց այդ հնարավորության պատուանը ու կարողացան անել։ Ու պատմություն ուսումնասիրելով նորից ասեմ, այդ հնարավորության պատուանները բացվում են, հետո նորից փակվում են։ Միշտ չէ, որ հավերժ բաց չի մնում։ Կարող է մի պահ բացվել, մի քանի տարի բացվել, հետո մի քանի տասնամյակ փակ մնալ։ Ու կյանքը նորից ասեմ, այդպեսին է։ Բռնցքամարտիկը կարող է ամիսներով մարզվել, պատրաստվել մի կռվի համար, որը կտևի ընդամենը 30 րոպե, մաքսիմում։ Երգիչը կարող է պատրաստվել ամիսներով մի համերգի համար, որը կտևի 2 ժամ։ Ու եթե պետությունը բանակը կարող է տասնամյակներ պատրաստվել մի պատերազմի համար, որը կտևի մի քանի ամիս կամ մի քանի շաբաթ նույնիսկ։ Եվ ինչ վերաբերում է նման բաներին, առավել վերաբերում է քաղաքական պայքարին։ Այդ ազգային հեղափոխություն, որ մենք ուզում ենք անենք, որը դա է մեր իրական լուծումը, ազգային հեղափոխություն անելով ազգային պետություն կերտել։ Դա կարող է տևել մի տարի օրինակ, կամ ավելի քիչ, բայց դրա համար նախապատրաստական աշխատանք է պետք կատարվի։ Պետք է մենք
Գաղափարները քարոզենք, պետք է մենք համակիրներ ձեռք բերենք, մարդկանց այդ ցանցը ստեղծենք, փորձենք մարդկանց այդ նույն գաղափարի, նույն շարժման շուրջ համախմբել, թեկուզ փոքրամասնություն լինի, այդ կապ չունի։ Թեկուզ մի քանի 100 հոգի, քանի հազար հոգի, որովհետեւ բոլոր գիտակից մարդիկ վստահ եմ գիտեն, որ այս ամենը, որ հիմա կա, այս ամբողջ պատրանքը պատրվելու է։ Այս ընտրություններից, այս կեղծ դավաճանական ընտրություններից հետո հավանաբար մի մեծ տնտեսական ճգնաժամ է առաջանալու ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում։ Դոլարը տակ է տալու։ Այս պետրոդոլարը, որը 55 տարի արդեն իշխում է, տակ է տալու, դա կարող է շղթայական, ոչ թե կարող է, հաստատ շղթայական ռեակցիա է տալու ու ճգնաժամի առաջ է կանգնելու ամբողջ աշխարհի տնտեսությունը։ Ու դրա համար ես խորապես համոզված եմ, որ մեզ համար արարիչը նորից հնարավորության պատուհան է բացելու, որ մենք կարողանանք նորից գործի անցնել, մեր հայրենիքը փրկել մասնատումից, մեր պետականությունը վերջնական կործանումից ու ավարտին հասնել այն, ինչ մեր ազատամարտիկները սկսեցին նախորդ դարում, դա մեր առաքելությունն է, դա մեր նպատակն է, ու այս անգամ ամբողջ աշխարհն է դա ճանաչելու։ Դրա համար ենք մենք ասում, այս անգամ աշխարհը դա մեր կարգախոսներից մեկն է։ Ես դրա համար զավեշտալի եմ համանում, որ մարդիկ ինչ մանրուքների վրա են կենտրոնանում։ Սրան հանենք, նրան դնենք, այս անենք, այն անենք, լրիվ կորցել են պատկերը։ Չեն հասկանում, թե ինչ են ասում, ում են աջակցում, այս կողմ այն կողմ են գնում, որովհետեւ կողմնացույց չունեն, որովհետեւ հստակ աշխարհայացք չունեն, գաղափարախոսություն չունեն։ Մտել են քաղաքական պայքարի մեջ առանց գաղափարախոսության, առանց ոչ մի բանի։ Դա նույնը, որ արշավախումբը մտնի անտառ առանց կողմնացույցի, առանց որևէ գործիքի։ Մոլորվելու է, կորելու է։ Ես շատ եմ սիրում այդ օրինակը բերել, բայց մենք գիտենք, մենք ունենք այդ գաղափարախոսությունը, մենք չենք շեղվում դրանից։ 4.5 տարի առաջ որ հիմնադրեցի շարժումը, մինչև հիմա ես չեմ շեղվել։ Քանի կեղծ շարժումներ են առաջացել։ Մարդիկ ասում են, ինչու՞ չես միանում սրբազան պայքարին, էս սրան նրան, հիմա Սամվել Կարապետյանը, ասում եմ, ձեռը կառնում։ Դրա համար եմ ստեղծել շարժումը, դրա համար եմ այսքան ճանապարհ անցել, դրա համար եմ այսքան աշխատանք կատարել, որ ինչ որ միանա մի օլիգարխի կամ մի կեղծ հոգևորականների, որոնք դավաճանում են իմ երկիրը։ Այս ամենը աբսուրդ է, դրա համար մենք որպես հայ ազգայնականներ պետք է լրիվ այլ հաճախականության վրա լինենք։ Մենք պետք է ժամանակից առաջ լինենք, մենք պետք է առաջնորդենք մեր ազգին։ Ու պահը կգա, որ այս ժամանակը մեզ կհասնի, ու մարդիկ կհասկանան մեզ։ Բայց այս դժվարությունների միջով պետք է անցնենք։ Մենք չենք կարող դրանից խուսափել։ Ու պետք է պատրաստվենք այդ հնարավորության պատուհանի բացման պահին, որովհետև եթե այդ պահը կորցնենք, մենք ամեն ինչն ենք կորցնելու։ Մեզ մի շանս է մնացել եւ պետք է այդ շանսը ճիշտ օգտագործենք ու պետք է պատրաստվենք դրան։ Մեր երկիրը կանգնելու է ճգնաժամի առաջ, քաոսը տիրելու։ Ու մենք պետք է կարողանանք մեր ազգին առաջնորդել, կարգ ու կանոն հաստատել։ Մենք պարտավոր ենք լինելու մեր պետականությունը վերջնական մասնատումից փրկելու։ Եվ չեն կարող խուսափել այս կազմակերպված պայքարից։ Համար սա իրական գործ անելը։ Ոչ թե պետք է դատես այս մի ամսում ինչ եղավ կամ այս նույնիսկ մի տարում ինչ եղավ։ Պետք է լայն պատկերը տեսնես, լավ։ Այս 5 տարում, այս 10 տարում ինչ եղավ։ Հիմա այս դեկտեմբերին, այս տարվա դեկտեմբերին նշելու ենք շարժման 5-ամյակը հիմնադրման։ Եվ ես կարող եմ հետ նայել, ասել 5 տարում նորից ասեմ, ինչ մեծ բան չենք արել, հերոսություն չենք արել, բայց մի բան արել ենք, արդյունք կա, մի բան կա։ Դուք մի չնչի մի բան, էլի մի բան կա։ Մի մոմ վառել ենք։ Խավարության մասին բողոքելու փոխարեն մի մոմ ենք վառել։ Ու ես գիտեմ, որ երբ ամեն ինչ մթանա, այդ մոմը ավելի պայծառ է վառվելու։ Ինչքան է փոքր լինի այդ մոմը, ինչքան է փոքր լինի այդ մոմի կրակը, բայց պետք է վառենք, պետք է այդ կրակը վառ պահենք, պետք է մեր հայրենակիցների մեջ հույսը վառ պահենք ու պետք է հավատ ունենանք։ Շատ ենք սիրում ասել, մենք հավատով ազգ ենք, պետք է հավատ ունենալ։ Սրա մասին ուրիշ անգամ կխոսեմ, բայց շատ կարևոր է։ Ի վերջո բոլոր կրոնները հավատի վրա են հիմնված։ Մենք պետք է հավատ ունենանք, մենք պետք է հավատանք, որ
Հայաստանը կվերականգնվի, կվերածնվի, կհզորանա, դա իրական հավատ ունենալը, ոչ թե ամեն ամիս, ամեն շաբաթ կներեք եկեղեցի գնալը, մոմ վառելը, լավ եք անում, արեք, բայց դա իրական հավատ չի, իրական հավատը հավատալ, որ այս դժվար ժամանակներում Հայաստանը կարող է նորից հաղթանակած դառնալ, Հայաստանը կարող է նորից ջախջախիչ պարտության մատնել ոսոխին, որ Հայաստանը կարող է Բաքվին ծնկի բերել, որ Հայաստանը կարող է վերածնվել, որ Հայաստանը կարող է ընդարձակվել ու կերտել մեծ հայկը, դա իրական հավատ ունենալը, եւ մենք պետք է հավատ ունենանք, այդ հավատի հետ միասին պետք է աշխատենք, պետք է պայքարենք, պետք է հաստատակամ լինենք, սա ամենը կարևորն, սա է իրական ուժեղ Հայաստան, հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհը, ոչ թե այս խաբեությունը, որը մեզ քարոզում են ամեն օր, պետք է նվիրվենք, պետք է պայքարենք, պետք է աշխատենք, պետք է զոհաբերենք, սրանից ուրիշ ճանապարհ չկա, եթե ուզում ենք փառահեղ ապագա կերտել, սա է մեր միակ ճանապարհը, այսօր այսքանը, եւ դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը, եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը